Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եկել են իմ տղու շիրիմին, տղե զոհվածա 90-ականներին։ Իրանք էլ գալիս են անպայման, գալիս են, երեկ եմ ես եկեց, այսօր էլ իրանք եկան։ Ես ճիշտ ասած այս վերջի փոփոխությունների հետ կապված կուզեի ձեր դիրքորոշումը հարցնել։ Կառավարությունը եւ պատգամավորները ցանկանում են այնպես անեն, որ գումարի դիմաց նորակոչիկները հնարավորություն ունենան ազատվել բանակից ավելի քիչ ժամկետով ծառայեն։ Ճիշտ չի դա։ Ինչու ճիշտ չի։ Այն փող ունեցողի համար այդ 30-40 հազար դոլարը ինչ է։ Բայց իմ տղան, որ մի թակ տղա է, ես հնարավորություն չունեմ, պետք է իշքան նեղվի գնա սահմանում, խրամատում, բլինդաժում, ասի ինչի իմ ծնողը պետք է ինձ չկարողանար ազատել, որ ես գա այստեղ այս խոնավ տեղերը պարկեի, իսկ այն փող ունեցողը, որ Քոչարյանի նմանների համար այդ փողը ինչ է, որ չտա կամ ասենք մեկ ուրիշ ենքան կամ օլիգարխներ փող ունեցողներ, որ նրանց համար այդ գումարը ինչ փող է, բայց ինչի չեն ստիպում, որ բոլորը միասին գնան խրամատներում, գնան բլինդաժներում, գնան սահման պահեն, գնան երկիր պահեն, այս երկիրն էլ կծախենք այդ ձևիների երեսից և էլ չենք ունենա մենք, հող չենք ունենա, մեր են սերունդը վաղմիսորը գելնի մեր ամեն ինչը կանիցի։ Ձեր որդին որ հատվածներում է զոհվել, որտեղ է զոհվել։ Չինարի Այգեզոր, Շամշադինի Այգեզոր Չինարի վարսունքը գրավել էին, այդ վարսունքը գրավելու ժամանակ զոհ են տվել, ինչև հետ են վերցրել այդ վարսունքը։ Ինչպես եք վերաբերվում Արցախի հետ տեղի ունեցածին այն։ Արցախը մեզի դավաճանեցին։ Եթե չդավաճանեին, մեր երկրապան շատ կանոնավոր երկրապա ունենք, շատ շնորհքին մեր հայ ազգն էլ չի խնայում իր կյանքը, չի բանանում, որ ինքը կարող է զոհվի, դա չի լինի։ Դավաճանեցին մեզ։ Դավաճանեցին, դուք լավ գիտեք, թե ովքեր դավաճանեցին, ես չասեմ, թե ովքեր։ Մի բան էլ էլի, երեք Արեն Սիմոնյանը արդարացնում էր, մի հարցը դնեմ էլի, Արեն Սիմոնյանն արդարացնում էր այդ արևմտյան Ադրբեջան խոսույթն, ասում էր, բա մենք ոնց ենք ասում, որ Ղարաբաղցիներն էլ պետք է վերադառնան Ղարաբաղ, իրենք էլ այդպես ասում են պետք է, իսկ սրանք մենք էլ Բաքու ունենք, Սումգայիթ ունենք, Կիրովատ ունենք, շատ բաներ ունենք, որ փախանեկան գնացեն Ռուսաստան, փախանեկան Հայաստան, բա որ այդ կանը հետ գնան նորից Բաքու, Ալիևը կարա տեղավորի, Ալիևը ասում է, Ալիևը ասելը շատ քիչ է, որ ասում է, բայց մերոնք էլ պետք է ասեն, չէ, մերոնք էլ պետք է դնեն դեմները, որ մենք էլ ունենք այս կան պահանջներ, բայց Ալիևը խելքից պակաս, նրա ասածները ոչ մեկն չի լսում։ Ինչի են մերոնք արդարացնում Ալիևի խոսույթը Ադրբեջանում։ Մերոնք ուզում են ընդամենը, որ մեր 29,000 կիլոմետր տարածքը ընդամենը սահման ունենա։ Այդ դրա համար են բանանում, որտեղ մեզ պատժ կանող չկա, մեզ ոչ մեկը չի գալի, մեր կողքը կանգնի։ Ինչի չեն գալի։ Իսկ Ալիևը արդեն բոլորին եւ իր փողովակաշարը եւ Ռուսաստանը անցավ Ալիևի կողմը։ Բա մինչև այդ ոնց ենք մեր սահմանները պահում։ Այն ժամանակ մենք ունենք, հենված էինք ինչ-որ Ռուսաստանի վրա, մենք էլ էինք բան։